Լավագույնը նրա փառքի համար, Օսվալդ Չեմբերս, օր փետրվարի 21։ Իսկապես սիրում ենք նրան։ Դա մի բարի բան գործեց ինձ վրա, Մարկոս 14:6 խոսք։ Եթե մենք ինչ-որ բան անվանում ենք սեր, որը մեզ չի ստիպում հաղթահարել ինքներս մեզ, դա իսկական սեր չէ։ Եթե մենք կարծում ենք, որ սերը զգուշ է, իմաստուն, զգայուն, խորաթափանց և երբեք չի գնում ծայրահեղությունների, մենք սխալ ենք հասկացել դրա իրական իմաստը։ Այդպես կարելի է բնութագրել քնքշանքն ու ջերմ զգացմունքները, բայց դա սիրո ճշմարիտ ու ճշգրիտ նկարագրությունը չէ։ Երբևէ զգացել եք յուրահատուկ ցանկություն ինչ-որ բան անել Աստծո համար, ոչ թե այն պատճառով, որ դա օգտակար է թվում կամ այն պատճառով, որ դա ձեր պարտականությունն է, կամ դրանից ինչ-որ բան ստանալու համար, այլ պարզապես այն պատճառով, որ սիրում եք նրան։ Երբևէ հասկացել եք, որ կարող եք Աստծուն տալ բաներ, որոնք նա գնահատում է, թե դուք պարզապես նստում եք և երազում փրկագնման հիասքանչության մասին և անտեսում եք այն ամենը, ինչ կարող եք անել նրա համար։ Խոսքս աստվածային և հրաշագործ գործերի մասին չէ, այլ սովորական, պարզ մարդկային բաների, որոնք Աստծուն կապացուցեն, որ դուք լիովին հանձնվել եք նրան։ Երբևէ ուրախացրել եք Հիսուսի սիրտը, ինչպես Մարիամն ուրախացրեց Բեթանիայում։ Դա մի բարի բան գործեց ինձ վրա։ Լինում են պահեր, երբ թվում է, թե Աստված սպասում է, որ մենք իրեն նվիրենք մեր նվիրվածությունից թեկուզ մի փոքրիկ նվեր, ցույց տալու համար, որ մենք իսկապես սիրում ենք իրեն։ Աստծուն հնազանդվելն ավելի արժեքավոր է, քան մեր սրբությունը։ Սեփական սրբության մասին հոգալը մեզ տանում է դեպի եսակենտրոնության։ Մենք սկսում ենք չափից ավելի հոգ տանել մեր վարքի, խոսելու և տեսքի մասին, քանի որ վախենում ենք, որ ինչ-որ կերպ կվիրավորենք Աստծուն։ Այն պահից, երբ մենք հնազանդվում ենք Աստծուն, կատարյալ սերը հեռացնում է վախը։ Առաջին Հովհաննես 4:18 խոսք։ Պետք է դադարենք հարցնել, արդյոք ես ընդհանրապես օգտակար եմ, և ընդունենք, որ մենք իսկապես այնքան էլ օգտակար չենք նրա համար։ Բանն այն չէ, թե մենք օգտակար ենք Աստծուն, այլ այն, որ Աստված ինքն է մեզ գնահատում։ Երբ մենք ամբողջությամբ հանձնվենք նրան, Աստված շարունակաբար կաշխատի մեր միջոցով։